Ընկերներ, ինչպես եք, հույսով եմ ամեն ինչ լավ է ձեզ մոտ։ Այսօր գնում եմ շատ հետաքրքիր թանգարան, բնականաբար ձեզ կվերցնեմ ինձ հետ։ Մեկ ինչ հետաքրքիր են արել, մուտքն է դեպի ցուցահանդես, եկեք Toulouse-Lautrec-ի ժամանակավոր ցուցահանդեսին, Museo Innocenti, որը գտնվում է Santa Maria Santissima Annunziata հրապարակի վրա։ Փորձենք հասկանանք ուր ենք գնում ժողովուրդ։ Մտանք, մեկ։ Չետաքրքիր է ժողովուրդ։ Այս էլ երկու, չէ, էլի կա։ Սրան վերջ չկա։ Չետաքրքիր է մտածել։ Էլի կա։ Ինչ ավես է մտածել, էքսպոզիցիան չէ ժողովուրդ։ Քեզ զգում ես ոնց որ այդ ժամանակաշրջանում։ È per Moulin-Rouge che Toulouse, a partire dal 1821, inizia a creare le sue prime e più celebri pubblicità come Magnum and Rossisca, e grande successo. Molti dei personaggi dei cabaret parati hanno modo di conoscere durante le sue sale. Դպրոցից երեխաներին բերել են, որ ծանոթացնեն, բնականաբար։ Այս կուլտուրան էստեղ շատ է դուր գալիս, որ դպրոցական նույնիսկ մանկապարտեզի տարիքից երեխաներին բերում են, ծանոթացնում են արվեստին, այս սմա շատ կարևոր է դա։ Բոլոր սիրահարներին հրավիրում եմ գաք այստեղ, այցելեք ընկերներ։ Կան նաև իհարկե աուդիո գիդեր, որ կարող եք վերցնել և ամբողջը լսել իհարկե։ Անրի Մարի Ռայմոն դե Toulouse-Lautrec-ը ծնվել է Ֆրանսիայի ամենահին ընտանիքներից մեկում, երկու զարմիկների ամուսնության արդյունքում։ Այս արունակցական կապը շատ լուրջ հետևանքներ է թողնում նրա ողջ կյանքի համար։ Նրա կրտսեր եղբայրը մահացավ ծնվելուց մի քանի ամիս անց, մինչդեռ Անրին թվացյալ առողջ մանկությունից հետո պատանեկության տարիներին զարգացրեց գենետիկ ոսկրային խանգարում։ Շատ փոքր ժամանակահատվածում նա ունեցավ երկու կոտրվածք, որի պատճառով նրա ոտքերը ատրոֆիա են ենթարկվել, ինչը դանդաղեցրել է նրա աճը և պատճառել մշտական ֆիզիկական ցավ։ Տվյալ իրավիճակում նա սկսեց արտահայտել իր ստեղծագործականությունը ֆիզիկական ջանքեր չպահանջող բոլոր ոլորտներում։ Նա հաճախում էր նկարչության, գեղանկարչության, երաժշտության և լեզվի դասերի։ Նա հայտնի դարձավ Մոնմարտրի գիշերային կյանքին նվիրված իր աշխատանքներով և դիմանկարներով, որոնք ստեղծվել էին ստուդիայում, երբեմն շատ երկար սեանսների ընթացքում։ Նա նախապատվությունը տալիս էր հասուն կանանց, որոնք ունեին ընդգծված դիմագծեր, հագուստ, կեցվածք, որոնք բնորոշ էին Փարիզի գիշերային կյանքին։ Նրա կերպարները բացառապես այն մարդիկ էին, որոնց նա հանդիպում էր առօրյա կյանքում՝ թատրոնի, կաբարեի պարոհիներ, մարմնավաճառներ, հասարակած տների տերեր, անփող մարդիկ և ալկոհոլ օգտագործող մարդիկ։ Toulouse-Lautrec-ը համարվում է առաջին նկարիչը, որը հավատարմորեն պատկերել էր 19-րդ դարի վերջի Փարիզի փոփոխվող աշխարհը։ Նրա սերն ու ուշադրությունը հասարակության ցածր խավերի նկատմամբ նրան հանգեցրին 737 նկարի, 275 ջրաներկի, 369 լիտոգրաֆիայի և 4784 գծանկարի ստեղծմանը ընդամենը 36 տարվա ընթացքում։
Toulouse-Lautrec-ը եվրոպական արվեստի ոլորտի եզակի դեմք է։ Նկարիչ, նկարազարդող և գրաֆիկական նորարար Lautrec-ը խորը և իրոնիկ հայացքով արտացոլել է Մոնմարտրի գիշերային կյանքը և բոհեմյան ոգին։ Toulouse-Lautrec-ը կարևորագույն դեր ունի, քանի որ նա իր նորարարական պաստառներով հեղափոխություն մտցրեց գովազդային գրաֆիկայի մեջ և անմահացրեց Փարիզի բոհեմական կյանքը։ Քրոնիկ ցավը և շատ վատ ապրելակերպը, որը կապված էր նրա առողջության հետ, նրան դրդեցին չարաշահել ալկոհոլը, փորձարկելով աբսենտի և կոնյակի խառնուրդներ։ 1899 թվականին Toulouse-Lautrec-ը ստիպված էր հոսպիտալացվել մոր կողմից։ 1901 թվականի մարտին կաթվածը աստիճանաբար վատթարացրեց նրա շարժողական վերահսկողությունը և նրան ստիպեց անվասայլակին հայտնվել։ Ցավն այնքան ուժեղ էր, որ նա չէր կարողանում ճիշտ սնվել, և նրա ընդհանուր թուլությունը հանգեցրեց նրա մահվան։ Այս ժամանակավոր ցուցահանդեսին կարող եք էկրանների վրա դիտել նաև նրա ողջ աշխատանքային տեխնիկան, ինչ մեթոդներով է աշխատել, գործիքները, ինչպես են կատարվել այս բոլոր պաստառները, ծանոթանալ գույների ստեղծմանը, որ գույնը կոնկրետ ինչ եղանակով է ստացվել, որ գույնը ինչ միջոցով է արտաբերվել, ինչ միջոցներ են օգտագործվել, նյութեր, նույնիսկ կենդանիներ, հատվածներ, որ կարողանաք պատկերացնել ամբողջ այս ահռելի աշխատանքի ծավալը։ Ցուցահանդեսը կգործի մինչև փետրվարի 22-ը, մուտքն արժեր 16 եվրո, որի մեջ ներառված էր նաև Museo dell'Innocenti, որը կարող եք այցելել, այսինքն եթե թարգմանեմ բառացի, անմեղների թանգարանը, որը իրականում հիվանդանոց է եղել, որտեղ թողել են նորածին լքված երեխաներին։ Հիմա մենք կբարձրանանք մյուս հարկերը և ես ձեզ ավելի մանրամասն ցույց կտամ ամբողջ թանգարանը։ Անմեղների թանգարանի առաջին հարկում այցելուները կարող են ծանոթանալ հին հիվանդանոցի ճարտարապետական զարգացմանը, սկսած դրա ծագումից մինչև հետագա վերանորոգումները։ Շենքի երկրորդ հարկում, ճակատային նախասրահի վերևում, գտնվում է թանգարանային պատկերասրահը, որը տեսնում եք հիմա, որտեղ տեղակայված են բուժքույրերի աղոթքի երգչախումբը, մոտ 80 ստեղծագործություն, որոնք ունեն մեծ գեղարվեստական արժեք, այդ թվում Սանդրո Բոտիչելլի, Դոմենիկո Ղիրլանդաոյի, Բարտոլոմեո դի Ջովաննի, Պիերո դի Կոզիմոյի, Լուկա և Անդրեա դելա Ռոբիայի, ինչպես նաև Ջովաննի դել Բիոնդոյի աշխատանքները։ Թանգարանի վերջին հարկում գտնվում է մի հիանալի սրճարան, որից բացվում է էլ ավելի գեղեցիկ տեսարան դեպի Դուոմոն և ամբողջ Ֆլորենցիան ոնց որ ձեր ափի մեջ լինի։ Շատերը չգիտեն այս վայրի մասին և ընդհանուր առմամբ թանգարանը ունի շատ քիչ այցելուներ, ինչը շատ ցավալի է, բայց մի կողմից էլ շատ լավ է, քանի որ եթե դուք դրա մասին իմանաք, դուք կգաք առանց որևէ հերթի, հիանալի ժամանակ կանցկացնեք և արվեստի միջավայրում, ինչպես նաև կարող եք բարձրանալ այս հարկը, այս գեղեցիկ սրճարանում, նստել և զմայլվել ամբողջ այս տեսարանում։ Ինչպես կա բացօթյա, այնպես էլ փակ հատված սրճարանի, այնպես որ տարվա տարբեր եղանակներին կարող եք հիանալի ժամանակ անցկացնել այստեղ։ Կհիշեք, ովքեր որ նոր են, եթե չգիտեն, սա իմ ընկերուհին է պատրաստում Երևանում, Հայաստանից։ Ես անպայման իր Instagram-ը կթողնեմ եւ ներքևում եւ հոլովակի վրա։ Եթե ձեզ հետաքրքիր է, ամբողջը ձեռագործ են, կան տեձիներ, կան նապաստակներ, ամբողջը ինքն է ստեղծում եւ հագուստը, եւ մարմինը, ամեն դետալ ինքը ճարտարապետ է, ամեն ինչ ինքը ստեղծում է։ Եթե ձեզ հետաքրքիր է, անպայման մտեք իր էջ, նայեք ինչ հետաքրքիր բաներ ինքը ունի ընկերներ։